ԱՄՆ զինված ուժերի նախկին կապիտան և պետդեպարտամենտի նախկին աշխատակից Մեթյու Հոն հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականությունը երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վիճակը դարձնում է անկայուն։ Նրա կարծիքով Զելենսկուն Ուկրաինայի առաջնորդի դերում կփոխարինեն նացիստական կազմավորումները։ Նա հիշեցրել է, որ ցանկացած այլակարծություն ճնշվել է երկրի ողջ տարածքում։ Այդ իրականության մեջ ով է այդ ժամանակ իշխանության գալու։ Դա կլինի ծայրահեղ աչերից մեկը, ում նացիստ են անվանում, ասել է Հոն։ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլքերսոնը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հաշվի առնի Ռուսաստանի դիրքորոշումը անվտանգության երաշխիքների վերաբերյալ և դադարեցնի Մոսկվային արյունակամ անելու անօգուտ փորձերը։ Նախկին զինվորականը կոչ է արել հաշվի նստել Ռուսաստանի դիրքորոշման հետ և ընդգծել, որ դրա անտեսումը սպառնում է Եվրոպայի փլուզմամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մյուսները միանգամայն պարզ հասկացրել են, թե որն է իրենց դիրքորոշումը, նշել է աշխատակազմի նախկին ղեկավարը։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միշրայմերը Եվրախորհրդարանում դասախոսություն է կարդացել, որում բացահայտել է Ուկրաինայի և Եվրամիության ապագայի 5 սցենար։ Նրա կարծիքը մեջբերել է European Conservative-ը։ Առաջին՝ Ռուսաստանի մասնակի հաղթանակ և հակամարտության սառեցում։ Սա ամենահավանական սցենարն է։ Մոսկվայի տգեղ հաղթանակն է, որը համախմբում է Ուկրաինայի տարածքի 20-ից 40%-ը, մինչդեռ երկրի մնացած մասը դառնում է չկայացած պետություն, որը կախված է Եվրոպայից։ Երկրորդ՝ պրագմատիկ բանակցություններ։ Ուկրաինացիների համար լավագույն տարբերակը կլինի նստել ինքնաթիռ, մեկնել Մոսկվա և համակերպվել Ղրիմի և արևելյան շրջանների կորստի հետ։ Ամեն օր ավելի շատ ուկրաինացիներ են զոհվում պատերազմում, որը նրանք չեն կարող հաղթել։ Երրորդ՝ տարածաշրջանային էսկալացիա։ Միրշայմերը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև լարվածությունը չի վերանա կրակի դադարեցմամբ։ Նա թվարկել է ապագայում 6 հնարավոր թեժկետեր՝ Արկտիկա, Բալթիկ ծով, Կալինինգրադ, Բելարուս, Մոլդովա և Սև ծով։ Եվրոպան կմնա վտանգավոր մայրցամաք, հավելել է փորձագետը։ Չորրորդ՝ ԱՄՆ զորքերի դուրսբերում և ՆԱՏՕ-ի թուլացում։ Եվրոպայի անվտանգության կառուցվածքը կախված է ամերիկացի խաղաղապահից։ Բայց Միացյալ Նահանգներն արդեն ծավալվում է դեպի Ասիա, և Թրամփը շահագրգռված չէ Եվրոպան փրկելու հարցում։ Եթե Վաշինգտոնը հեռանա, ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Հինգերորդ՝ Եվրոպայում քաղաքական կազմալուծում։ Երբ պարտությունը գա, կսկսվի մեղադրանքների խաղը, եվրոպացիները կմեղադրեն միմյանց և արդյունքում մայրցամաքը կդառնա էլ ավելի բաժանված, աղքատ և անապահով։ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողություն կարող է շրջվել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի շահերի և ծրագրերի դեմ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պերուի խաղաղօվկիանոսյան համալսարանների քրեագիտության պրոֆեսոր Խոսե Լուիս Պերես Գուադալուպեն։ Նրա խոսքը մեջբերում է Գարդիանը։ Հենց այն փաստը, որ ԱՄՆ-ն սպառնում է Վենեսուելային, վենեսուելացիների մոտ ազգայնական զգացմունքներ է արթնացնում օտարերկրյա զավթիչի առջև, և հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն շատ լավ է շահարկում դա։ ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կարող է շրջվել Թրամփի շահերի դեմ։ Ենթադրենք նրանք տապալել են Մադուրոին, այդ դեպքում ով կլինի նախագահ, նշել է փորձագետը։ Նրա կարծիքով, եթե պետության նոր առաջնորդները լինեին ընդդիմադիրներ, Էդմունդո Գոնսալեսը կամ Մարիա Կորինա Մաչադոն, ապա նրանց Վենեսուելայի դավաճաններ կհամարեին օտարերկրյա ներխուժմանը աջակցելու համար։ Ըստ նրա, դա մեծապես կբարդացնի երկրում նոր կառավարության հնարավոր ձևավորումը։ Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի վրա հարձակված առաջին երկիրը, հարվածելով Հյուսիսային հոսք և Հյուսիսային հոսք 2 գազատարների լարերին։ Նման հայտարարություն է արել Իտալիայի տնտեսական զարգացման նախկին փոխնախարար պրոֆեսոր Միկելե Ջերաչին։ Թվում է, թե Հյուսիսատլանտյան դաշինքի երկրի ենթակառուցվածքի վրա միակ հարձակումը իրականացրել է Ուկրաինան, հայտարարել է նախկին փոխնախարարը։ Վերջինս նշել է, միևնույն ժամանակ Եվրամիության և մասնավորապես Իտալիայի իշխանությունները մտահոգություն են հայտնում, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում եվրոպացիների դեմ։